Բարև ձեզ, սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ, պարոն Մեհրաբյան, վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ակտիվություն է ցույց տալիս, նկատի ունեմ ընդդիմության ակտիվությունը, նաև որոշ ուժերի այն ակտիվացումը, որը սկսվեց Արցախահայերի, այսպես ասենք, իրենց բողոքի ակցիաների ընթացքում արդյոք կան ուժեր, որոնք փորձում են Արցախահայերի սոցիալական խնդիրները քաղաքական ուղղությամբ տանել եւ այդ սոցիալական հարցերը ավելի շատ երկրորդ պլան մղել։ Դա կարծիք չի, դա մակերեսին է ուղղակի, որովհետեւ հաճախ արցախցիների անունից, ոչ թե հաճախ, այլ հենց այդպես է դասավորվել այդ սոցիալական խնդիրներ ունեցող, իսկ այդ խնդիրները կան։ Խնդիրներ ունեցող արցախցիների անունից խոսում են սոցիալական խնդիրներ չունեցող, բայց քաղաքական փորացավեր ունեցող շրջանակներ, որոնք կապված են ձեր ասած այսպես կոչված ընդդիմության հետ։ Եվ այո, այս ակտիվացման, այսպես ասենք, այն մեկնարկային կրակոցը, դա Գյումրիում ընտրությունների արդյունքներն էին, որը այսպես մեծ ցնծությամբ ընդունվեց այդ շրջանակների կողմից, այնպես ինչպես ընդունվեց, ասենք, պետական հեղաշրջումը, որը տեղի ունեցավ Արցախում այդ բռնագաղթից 2 շաբաթ առաջ։ Նույն ձևով էլի ուղեղներն անջատած հրճավում էին, գիտեին թե դրախտ են ընկել կամ ընկնելու։ Եվ հիմա, այսպես ասենք, այդ հետ ցնցումներն ենք մենք տեսնում, որովհետև գարունն արդեն կես է ընկնում, շուտով շոքերը կընկնի, բան չի մնացել այս սեզոնում հերթական արարը բեմականացնելու ժամանակ չի մնացել, ոնց որ հիմա մենք ինչ տեսնում ենք, դա փորձ է, այնուամենայնիվ սեզոնն ինչ որ ձևով ինչ որ ակտիվությամբ ներկա ստանալ, հա, որ մենք կանք։ Եվ տեսնում ենք, որ անցնում են ուղղակի էժանագին քայլերի, ընդհանուր մինչև ծեծկռտուկ հրահրելու փորձերը ազգային ժողովում, ոնց որ ասում են հարթ տեղը, հա, որը մենք տեսանք այսօր, որից հետո մեկ էլ դեզինֆորմացիայի մեծ ալիք բարձրացավ, թե ինչու է դա այդպես։ Մենք սա տեսնում ենք նաև նման ցանկություններ Ռուսաստանի հետ ուղիղ կապված կամ հենց ռուսական լրատվամիջոցներում, որոնք փորձում են տեղեկատվական ֆոն ստեղծել իբր Հայաստանում ինչ-որ դժգոհությունը, Ինչով է դա պայմանավորված։ Ռուսաստանի փորացավերով։ Ես արդյոք ունեցել եմ մամուլի հետ իմ շփումներում, այսպես այլաբանական բնորոշում ստամ, այստեղ հստակ ռուսական ձեռքն է, ձեռքի վրա էլ կան տարբեր մատներ, որոնք այո տարբեր են, հա, բայց դա նույն ձեռքի մատներն են, եւ ձեռքի տերն է որոշում այդ մատները իրարից անջատ գործեն, թե ասենք կծկվեն մեկ բռունցքի մեջ, հա, ինչպես մենք նաև տեսանք Գյումրիում ընտրություններից հետո, հա, մենք տեսանք երկողներ, պարողներ, յալանչիություն անողներ, գողական աղոթողներ, հա, կոմունիստ գողականներ, չգիտեմ, հավատացյալ կոմունիստներ, այլև այլ տենց համադրություններով ինչ զարմանահրաշ կոմբինացիաներով, որից հետո ամեն ինչը պարզ դարձավ, բոլորն եկան մտան մեկ հարազատ տանիքի տակ եւ այդ ամեն ինչը օծվեց ոչ թե թեմի առաջնորդ arczepiskopos-ի կողմից, այլ որովհետեւ այդ մատներից մեկն էլ ինքը arczepiskopos-ն է ըստ ֆունկցիոնալի, հա, ինչպես ասում են, այլ
հենց Գյումրիում ռազմապազայի ներկայացուցիչ հրամկազմի ներկայացուցիչներ, որոնք վերընկած էին այդ դահլիճում եւ նաեւ Ռուսաստանի հյուպատոսը Գյումրիում եկավ, ասաց, ինչպես Լենինն էր ասում, правильной дорогой идёте, товарищ։ Հիմա փորձում են հասկանալ երկրորդ արարը ինչպես կազմակերպեն, այսպես ցրցամ են տալիս, քանի շոքերը չեն ընկել, որովհետև 14 ամիս է բաժանում մեզ այն երկրորդ հիմնական արարից, որը պետք է տեղի ունենա, իսկ դրան մենք տեսնում ենք, որ այո շատ հստակ նախապատրաստվում են, մինչև այդ հասկանանք Մոլդովայում ինչ կլինի, որովհետև ըստ էության Ռուսաստանը ինչպես Հայաստանին է թիրախավորել, այնպես էլ Մոլդովային, որը նույն փորացավերով, օգտագործելով նույն գործիքակազմը, իհարկե ադապտացնելով տեղական պայմաններին, որոնք բնականաբար տարբեր են Հայաստանում եւ Մոլդովայում, բայց բազային ցուցանիշները, այսպես ասենք, նույնն են, հա, բազային հանգամանքները նույնն են, շուտով Մոլդովայում կլինեն աշնանը, եթե չեմ սխալվում, պարլամենտական ընտրություններ, որոնք վճռորոշ են լինելու Մոլդովայի համար, դե իսկ դրանից էլ 9 ամիս, 8-9 ամիս հետո էլ Հայաստանում են լինելու եւ Ռուսաստանը արդեն իր ուշադրությունը կշրջի դեպի մեզ։ Ուղղակի ասելիքս այն է, որ Մոլդովայում լավ հաշվարկել են, լավ պայքար է տարվում, ինստիտուցիոնալ պայքար է տարվում դեզինֆորմացիոն այդ արշավների դեմ, հիբրիդային հարձակումների դեմ, շատ հստակ ռազմավարական հաղորդակցության համակարգ է ձևավորված այդ ամենին դիմագրավելու համար։ Բացի դրանից էլ, այո, նաև օրենսդրական պատնեշներ են ստեղծված եւ դրա հիման վրա, այո, Մոլդովայում մի քանի տասնյակ այսպես կոչված լրատվամիջոցներ ուղղակի դրեցին, դատարանով փակվեցին։ Մի քանի այսպես կոչված կուսակցություններ դատարանով ուղղակի հենց պետռեգիստրով լիկվիդացվեցին։ Այո, Մոլդովան Ռուսաստանը հարձակվում է, Մոլդովան պաշտպանվում է։ Այստեղ Ռուսաստանը հարձակվում է, մենք դժգոհում ենք, մնացածը չգիտեմ։ Մնացածն էլ ինչ-որ ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրից բացատրություններ ենք լսում, ոչ մի բանի մասին։ Անունն էլ դնում ենք իբր դեմոկրատիա։ Պարոն Մեհրաբյան, Գյումրիում թե քարոզարշավի ընթացքում, թե դրանից հետո որոշ ուժերի կողմից հնչեցին, այսպես ասենք, հակապետական հայտարարություններ կապված այլ երկրների հետ միութենական միություն ձևավորելու, միութենական միության կազմի մեջ մտնելու մասին, ինչ էին դրանք ձեր կարծիքով։ Ինքով ասում եմ, որ դա չի կարելի անել։ Հիմա որ եթե ես ձեզ առաջարկեմ հայկական օրենսդրության կամ քրեական օրենսգրքին մի հատ հղում անել այդ ձեր բնորոշման ի հաստատումն, հա, դուք չեք կարողանալ, որովհետև չկա։ Այ մասալիքը դրա մասին է։ Այսինքն պետք է լինի նաև օրենքով ամրագրել։ Իհարկե։ Այո, անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդավարության դեմ հրապարակային ելույթները այո պետք է քրեականացվեն։ Էլ չեմ ասում նման գործունեություն տանող լրատվամիջոցները եւ կուսակցությունները այո պետք է փակվեն։ Որովհետեւ սա անշուն գեղ չի, որտեղ ամեն թափթփուկ պետք է առանց փետի ման գա, հասկանում եք։ Չի լինելու նման բան։ Չի կարող լինել նման բան։ Էլ չեմ խոսում այն մասին, որ տարբեր այդպիսի դռոշակ բռնողները, հա, Բելարուս ոռնացողները դառնում են քաղաքական process-ի մաս կամ ընտրական process-ի մաս, դրանով իսկ ապականելով, այլասերելով, հարամելով թե քաղաքական process-ը, թե ընտրական process-ը, հետո էլ ասում են դե ժողովուրդը լավ չընտրեց։ Կներեք, դա ինձ հիշեցնում է հենց ավետարանում
շարադրված մի բոլորիս հայտնի պատմություն։ Հա, երբ մարդկանց գցում են թյուրի մացության մեջ, դնում են այսպես մի այլասերված ընտրության առաջ, որից հետո տեղի ունենում ողբերգություն։ Իհարկե, ավետարանը նաև ցույց է տալիս, որ ինչով է այն ավարտվում, հա, հարությամբ եւ այլն, բայց մինչ այդ ինչ տեղի ունեցել, դա եղել է ողբերգություն ամբողջ ժողովրդի։ Եվ չի կարելի ձեռքերը լվանալ այդ ամեն ինչից։ Այս է ամենավատը։ Այնպես ինչպես արեց Պիղատոսը, Պիղատոսն էլ ասում է որոշեցիք։ Պարոն Մերաբյան, Մերանք էլ ասում են դե կարևորը դեմոկրատիան կա, ներողություն, սա դեմոկրատիա չի, սա այլանդակություն է։ Սա դեմոկրատիայի այլասերում է նշանակում։ Պրոցեդուրայով դեմոկրատիա, բայց ըստ էության այլանդակություն։ Այո։ Նապոլեոնն էր, չէ՞, այտենց ինչ որ մի հարցով իրավաբանական վեճ էր, ինչ որ լուծում էին գտել ըստ օրենքի, հետո բերել էին որ հաստատի, նայել էր, ասել էր, այո, իրավաբանորեն ամեն ինչ ճիշտ է, բայց ըստ էությամբ սա խոզություն է։ Ահա թե ինչա տեղի ունեցել։ Պարոն Մերաբյան, դրանք ընդհանրապես հայտարարություններ էին ցանկություն որպես թե ինչ-որ մեծ քաղաքական գործընթացի մեկնարկ խոսքը, թե միութենական միության, այսպես ասած, միանալու ցանկության մասին էր, թե Տեսեք, այո, սկզբից ցանկություն, հետո էլ ոնց կստացվի, հետո էլ ինչքան թույլ կտան։ Եթե ատամ են գցում, տնեն կկտրի թե չէ։ Հիմա ատամ գցած վիճակ է։ Հարցը կկտրի թե չէ։ Եթե կտրեց, կդառնա արդեն իրականություն։ Եթե ատամները ջարդեցին, ականջներն էլ քաշեցին, բառիս փոխաբերական իմաստով, այդ ժամանակ այտենց ցանկությունով էլ կմնան, հետո կգնան իրենց падվալներում կամ ուրիշ падվալներում, իրենց այդ ցանկությունների մասին հանգիստ կերազեն։ Պարոն Մերաբյան, արդյոք այս ակտիվացումը ներքաղաքական կապված է, հասկանալի է, որ ինչ-որ առումով կապված է հաջորդ տարվա խորհրդարանի ընտրություններին, բայց արդյոք կապ կա նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ, որովհետև ընդդիմությունը կարծես թե այդքան էլ չի ոգեշնչված այս համաձայնագրով, այն համարում է Մեղվասած։ հա զիջումային շատ նույնիսկ կապիտուլյացիային հավասար փաստաթուղթ։ Տեսեք, ամբողջ խնդիրը հետևյալն է։ Այո, նրանց ձեռնտուչի խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի հետ նրանց ձեռնտուչի տևական եւ համապարփակ խաղաղություն մեր տարածաշրջանում ինչի համար, որովհետեւ դրանով իսկ վերջակետ է դրվում Հայաստանի եւ իր պրոբլեմային հարևանների միջև թշնամանքին եւ ճանապարհ է բացվում դեպի նորմալիզացիա հարաբերությունների, այնպես ինչպես ասենք թե Թուրքիայի եւ Հունաստանի միջև է, հա։ Որովհետեւ դա պատմական վերջակետ է դնում իրենց քաղաքական գոյության վրա։ Բնականաբար իրենք էլ իրենց կենսունակության հարցն են լուծում, դեմ լինելով այո նման խաղաղությանը, որը իրենց այդ քաղաքական կենսունակության վրա ուղղակի խաչ կքաշի։ Ահա եւ ողջ իրականություն։ Եվ սա այո մի մասն է այդ հիբրիդային պատերազմի, որը Ռուսաստանը տանում է Հայաստանի դեմ։ Մանավանդ Ռուսաստանը եւս մի հավելյալ դրդապատճառ ունի, դա այն է, որ այո այդ խաղաղությունը նաեւ խաչ է քաշում ոչ միայն այս քաղաքական աղբի, այլև ընդհանրապես Ռուսաստանի իմաստի վրա այս տարածաշրջանում, հա, այն ձևով, որ ձևով են Խաչատուր Աբովյանից եկել հասել է իներցիայով մինչև մեր օրեր։ Այո, եւ հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում դրանով, իսկ ինչը այո, ընդ որում դա արդեն հետ ռուսական էջն է, դա բնականաբար եւս Ռուսաստանի ձեռ չի տալու։ Այնպես որ սա այդպես հետապնդվող նպատակներից մեկն է, բայց ոչ միակը։ Ադրբեջանի ապատեղեկատվությունները սահմանի
լարումների հետ կապված, ինչու՞ չէ նաև իրենց կողմից հրադադարի խախտումները արդյոք այս մեծ շղթայի մաս են կազմում։ Բնականաբար, իհարկե Ադրբեջանն ունի նաև սեփական դրդապատճառները, դրա համար, բայց այս ամենը այո տեղավորվում է ռուսական հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ եւ հանդիսանում է դրա մասը, որը Ռուսաստանը ել եմ ասում, չնայած նրան, որ Ալիևի ռեժիմն ունի իր զուտ սեփական դրդապատճառները, բայց սա ամբողջությամբ գործիքավորված է Ռուսաստանի կողմից, այո։ Եվ կա խորը ռազմավարական համաձայնություն, որ դա այո բխում է երկուստեք շահերից։ Պարոն Մերաբյան, թեպետ կանխատեսումը այդքան էլ ճիշտ բան չի, բայց ունեք նման կանխատեսում կստորագրվի, երբ կստորագրվի, եւ ինչի արևմուտքը բավարար ճնշում չի գործադրում, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի։ Արևմուտքը հիմա զբաղված է այլ առաջնահերթություններով, եւ մենք տեսնում ենք, որ իրոք այդ առաջնահերթությունները տանում են արևմուտքի ամբողջ քաղաքական ռեսուրսը, հա, դա բանակցություններն են Իրանի հետ, դա բանակցություններն են Ռուսաստանի հետ, դա որում սրանք շատ բազմաշերտ process-ներ են, դա բանակցություններն են Իսրայելի անվտանգության հետ կապված։ Մեր տարածաշրջանը ոնց որ թե այսպես ասենք այն առաջնահերթությունը չէ, որի վրա այս պահի դրությամբ արևմուտքը հավելյալ ռեսուրս է պատրաստ ծախսել եւ անել ինչ որ հավելյալ քայլեր։ Սակայն մյուս կողմից էլ մենք այսօր տեսանք Եվրամիության դիտորդական առաքելության այդ մամլոհաղորդագրությունը, եթե մինչ այդ նրանք ուղղակի հերքում էին ադրբեջանական ապատեվեկատվությունը, որ հայկական կողմի փրկրակում է, երկրորդ փուլով նրանք ավելի հաճախակի դարձրեցին իրենց պարեկությունը եւ մոնիթորինգը դարձրեցին նաեւ գիշերային, իսկ երրորդ փուլով արդեն բաց ձևով մեղադրեցին Ադրբեջանին անել այսպես հավանաբար, այսպես այդ բառն օգտագործեցին, որ այո կրակոցեն ֆիքսել հավանաբար ադրբեջանական կողմից։ Սա իհարկե ճնշումներ այդ Ադրբեջանի վրա ճնշում կա, այսպես ասենք, բայց դա այն աստիճանի ճնշումը չէ, որը կստիպի Ադրբեջանին փոխել իր վարքը եւ դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, բայց որ ճնշում կա, այո կա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր, կհանդիպենք առայժմ։